Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Նախ ես ցավոք նոր եմ իմացել Շմավոն Աթոյանի սպանության մասին, այսօր տեղեկացա մամուլից, հատկապես Civic-ներ տարածել, բլոգեր Շմավոն Աթոյանին սպանել են դեռ հոկտեմբերի, եթե չեմ սխալվում, 25-ի 26-ին, եւ իմ խորը ցավակցությունն եմ հայտնում նրա հարազատներին, բայց այստեղ խորը ցավակցություն հայտնելը չի փրկում իրավիճակը, որովհետեւ գիտեք, առհասարակ մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր որ իրենց գործունեությամբ, իրենց կենսակերպով անգամ, իրենց նիստուկացով թեկուզ բավականին օրինակելի են լինում ու մեծ գործ են անում դրանով, իսկ բլոգեր Շմավոն Աթոյանը շատ հետաքրքիրն էր, ես շատ դեպքերում գուցե նաև նրա մոտեցումների հետ համաձայն չլինեի, բայց շատ հետաքրքիրն էր ու ինքս շատ հետևում էի նրան, նրա մոտեցումները որպես քաղաքացի, հա, ու դրանով բլոգ էր սարքում, ասեմ, որ առհասարակ իր մոտեցումը ավելի իշխանամերձ էր, բայց դա միևնույն է այդ պարագայում էլ շատ դեպքերում գուցե հետը համաձայն չլինեի, երբեմն մի փոքր ավել էր ասում կամ մի փոքր պակաս, բայց դա տեսակետներ են, կարծիքներ են, եւ քննադատում էր գրեթե բոլոր նրանց, ովքեր փորձում են իրենց հիմարությունը օրինականացնել, հա, այսա հենց ամենամեծ մեխն էր, որը ինձ դուր էր գալիս, այսքան վերցնում էր ուղիղ արտահայտությունները առանց կոնտեքստից կտրելու, ազնվորեն ամբողջ ասածը տեղադրում էր եւ իր մոտեցումը դրան ներկայացնում էր։ Վերջին շրջանում շատ էր քննադատում այն Խալխիձևովի շարժմանը եւ բոլոր գրեթե հասարակական գործիչներին, քաղաքական գործիչներին անդրադառնում էր, ում որ հնարավոր էր, ում որ կարողանում էր կամ երևի ժամանակը բավարարում էր։ Կրակոցներ են եղել Դավիթաշենում, ինչի արդյունքում նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց եւ նա մահացել է։ Ես ոչ միայն այս մասով իմ ցավակցությունն եմ հայտնում, այլ կան հարցադրումներ։ Իհարկե, բնականաբար Դավիթաշենում մարդիկ, ովքեր այդ բակում են ապրում, գուցե եւ ավելին են տեղյակ, ով է, ինչ է, ինչից է սկսվել պատմությունը, որովհետեւ Շամշանն էլ վերնագիրը կարդացի, տեքստին դեռ չեմ ծանոթացել, 1000 ներողություն, մի կաթիլ մեղրի պատմության հետ էր համեմատել, չգիտեմ ինչու, ես 1000 ներողություն խնդրելով պետք է ասեմ, որ Շամշանի մեկնաբանությունները ինձ համար միշտ չէ որ միանշանակ են, այնուամենայնիվ, առավել եւս մարդ, ով չգիտեմ, Սերժ Սարգսյանին էր գովաբանում, քաղաքական իր պատկերացումները ասեմ էլի, ամեն դեպքում կծանոթանամ այդ տեսակետին նույնպես, բայց այստեղ ամենաշատ բարկացնողը հետեւյալն է, որ մեր լրագրողական համայնքը միշտ չի, որ մեղմ ասած, միշտ չէ, որ ներկայացնում է հասարակության, ամբողջ հասարակության հարցադրումներն ու կարծիքը, իրենք իրենց հորինում են մի հատ տեսակետ, հետո գնում ասում են հանրությունը ասում է, այս հարցին պատասխանեք այն հարցին, մտցնելով բարձրախոսը մարդկանց բերանը, բայց հանրությունը երբ որ այլ հարցեր է տալիս, իրական իր հարցերն է ներկայացնում, դրանց պատասխանները ստանալու հետևից լրագրողական համայնքը չի գնում։ Հիմի հասարակ հարց եմ տալիս, եթե Շմավոն Աթոյանը լիներ ընդդիմադիր բլոգեր, 3 ներքին գործերի նախարարին, երբ որ ճեպազրույց, թե մամուլի ասուլիս, չգիտեմ ոնց կարելի է դա որակել, թե բանավեճ լրագրողների ու նախարարի միջև, չգիտեմ, արդեն լրագրողները այնպես են ամեն ինչ խառնել իրենց սակավամտությամբ ու վատ բացասական գործունեության արդյունքում, որ դժվար է անգամ ասել, թե վերջը դա ինչ էր, հա, եթե լիներ ընդդիմադիր բլոգեր, հաստատ հարցախեղդ չէի կառնելու ներքին գործերի նախարարին։ Ես այսօր եմ իմացել ու այսօր եմ հասկանում, երեք ինչի մասին եք դուք լռել։ Ինչի մասին եք լինես լրագրող, ունենաս հնարավորություն հարց տալու եւ մի ամբողջ բլոգերի մասին դու այդ սպանության մասին մի հատիկ հարց չտաս, սա կներեք էլի, սա մասնագիտական, չգիտեմ ինչ է, էլի, ասենք, վատ բան է մի հատ, շատ վատ բան։
Ես ինքս լրագրող չեմ ու չունեմ համապատասխան փաստաթուղթ ներկա լինելու նախարարների հետ նմանատիպ հանդիպումներին, ճեպազրույցներին։ Ու եթե ես իմանայի սրա մասին, ես անպայման էի այս հարցը տալու, ինչ է, այս ինչ էր։ Ինչու չի կանխվել այս ամեն ինչը, ինչպես է պատահել։ Ամեն ինչը մանրակրկիտ ուր են հասել գործով։ Ինչ է նշանակում զենքը տնից բերել, կրակել։ Այսօր ոնց նայում ես, ամեն մեկի տունը հացի դանակի նման մի բան է դարձել զենք ունենալը։ Ուր անայում, էսի մենակ նգնեի գործը չի, բացն ուր անայում։ Բա մարդը բլոգներ է վարում ու տեսնում եք, թե ինչպիսի համարձակությամբ, ընդ որում առանց վիրավորական արտահայտությունների է դա միշտ արել շատ, սենց որպես քաղաքացիական լեքսիկոնով, առանց ուղիղ վիրավորանքների այլապես դատարանում էլ գործ կլիներ։ Բա ոնց կարա ձեր ուշադրությունից վրիպի նման հանգամանքը։ Ինչի մասին է սա։ Չնայած ոնց կարա չվրիպի, եթե ամեն օր հաղորդում ունենք բացի շաբաթ կիրակից դեռ Facebook-ով էլ ակտիվ եմ, գալիս են շքամուտքում ինձ են տեսնում։ Դա էլ կվրիպի էլի երևի։ Նայում ենք ոստիկանության նոր գվարդիա է ստեղծել, իսկապես շատ ոգևորող է։ Նայում ենք ներքին գործերի նախարարը շատ հետաքրքիր խոսույթով այդ բացում անում, անգամ իրենց այդ տեսահոլովակի մեջ դա կա ու շատ ազդեցիկ է, եթե դա այդպես լինի, իսկապես շատ լավ բան է ասում, էլի։ Ասում է, մենք չենք պաշտպան, մեր գործը չի պաշտպանել քաղաքացուն պետությունից եւ մեր գործն էլ չի պաշտպանել պետությունը քաղաքացուց։ Մեր գործն է պաշտպանել քաղաքացուն պետության միջոցով։ Հիանալի արտահայտություն է, հիանալի։ Ապա խնդրեմ, ուր է։ Չէ, չեմ ասում, որ ամեն բանավեճի ժամանակ ոստիկանը պիտի կարա ներկա գտնվի կամ դա հնարավոր է, հա, բայց կներեք էլի, մենք հասկանում ենք, չէ, որ 21-րդ դարը այսպեսի դար է, որ ցանկացած մեկը շատ արագ կարա հայտնի դառնա, անկախ իր դրսևորման ձևերից, ընդ որում, հայտնի դառնա համացանցային տիրույթում։ Դրանք ուշադրության կարիք ունեն, ու մենք ինչ-որ կիբեր հանցագործության դեմ բաժին, որը 2 ամիսա զանգից հետադարձ զանգ են պատվիրել, չի բանանում, կապվում։ Մարդիկ TikTok-ի էջով մարդկանց $5,000 փող են խոստանում, ուղիղ $5,000 գրում է, կտամ նրան, ով գնելին բանանի, վերացնի։ Ահա։ Կիբեր հանցագործության դեմ պայքարի բաժին է, իր համար քնած է, լրված է, նստած է, կանգնած է, չգիտեմ։ Այստեղից օրը մեջ այնպիսի բաներից ենք խոսում, որ դրանք ուղիղ հանցագործությունների մասին հաղորդումներ է։ Մենք այսքան ժամանակ չի կապվել, ասես ամեն ինչը որ խոսում ես կամ այս գրառումները որ անում ես, որտեղից է, ինչ է, ինչ չի։ Մեկը համագործակցությանը ես չեմ գնալու դրան։ Ես ինքս չեմ գնալու դուռը թակեմ։ Հանրային հրապարակային գործիչ ենք, հասարակական գործիչ ենք, կարող է մի հատ փորձեք կապվեք հետներս առհասարակ։ Թե տենց քուչի մակարդակով են հին ձևերով շարունակում եք։ Ինչ է նշանակում զենքը բերել բակի մեջ, բլոգերին սպանել։ Անկախ նրանից խոսակցությունը, բնականաբար խոսակցությունը կարա սկսած լինի տարբեր տեսակետներից քաղաքական։ Բայց երբ որ ձեզ 5 տարի ասում ենք, որ օպերայի բակում Բևերից սկսած են մյուսներից վերջացած ամեն աստծորով մարդկանց տերորիստի են վերածում, իրենց ստերը արտահայտելով հրապարակային ձևով, այնպիսի ստեր, որոնք կարող են մարդուն հունից անել ու դարձնել նրան կամիկաձե։ Բայց ինչի մասին էինք ասում։ Այսօրվա մասին էինք ասում, բայց ժամանակ խի չեք կանխում։ Հիմա ինչի չեք կանխում։ Չէ, ես տեսա նաև շներին, շատ լավ է։ Ես գիտեմ, որ ոստիկանական շների առկայությունը ինչքան կարևոր է, ինչքան թանկ արժի դա առհասարակ։ Հա, բայց հետո չենք զգում 3 միլիոն ժողովուրդ ենք ապրում մի հատ տարածքի մեջ, որի անունը պետություն է, ընդունված պետություն աշխարհի գրեթե բոլոր երկրների կողմից, մի հատ Պակիստաններ են բան։ Բայց այս 3 միլիոն ժողովրդին չի ստացվում, որ ներքին անվտանգությունը ապահովել, հասարակական անվտանգությունը ապահովել։
Երբ որ դրվում են պահանջներ, օրենքի տեսանկյունից կամ որոշման, այդ պահանջները իրականացվեն, վերահսկողություն լինի։ Ես հասկանում եմ, որ գուցե հասարակական կազմակերպությունների աջակցության կարիքն էլ ունեք, որովհետև ավելի լավ է 1-2 կամավորական հասարակական կազմակերպություն աջակցի ձեզ իր գործունեությամբ, քան ունենաք 10-20 աշխատող ավել, որոնց պիտի աշխատավարձ տաք։ Հա, հասարակական կառույցների հետ ոնց եք աշխատում։ Ձեր մոտ գրանցված են առհասարակ ինչ կառույցներ կան։ Երրորդ տարին է հասարակական կազմակերպություն ունենք, գործունեություն էլ ծավալում ենք։ 3 տարվա մեջ մի հատ կապ չի եղել։ Չէ, ՀԿ-ն պիտի գնա ամեն ինչում փորձի բոլորի հետ բարելավի հարաբերությունները։ Ոչ, սխալվում եք։ Սխալվում եք։ Իհարկե, ՀԿ-ն էլ կարող է գնալ ինչ որ տարբեր ծրագրերով եւ այլն եւ այլն։ Բայց կներեք, գուցե դուք էլ հայտարարություն անեք, հանդիպում կազմակերպեք։ Չնայած մեկ-մեկ էլ նայում ես, մեկ էլ հանդիպում է եղել։ Այ մարդ ասում ես, հանդիպումը որտեղ է հրապարակվել, որ չենք տեսել։ Տենց էլի ներքին կարգով մենք մերոնցով, ասես բաներ է կատարվում, չի կարելի։ Չի կարելի։ Որ հեռուստատեսությունը ինձ սուտ ուզում խոսում է։ 1000 կներեք, վարչապետը կանգնած է, երկրի առաջին դեմքն է, երկիրը ներկայացնողն է։ Երկրի ղեկավարն է։ Սիրում են, չեն սիրում, հարգում են, չեն հարգում, ընդունում են, չեն ընդունում։ Ընկալում են, չեն ընկալում, այդ արդեն բոլոր ամեն մարդու գործն է։ Այդ ձեր գործը չի։ Մի բան հաստատ է, չէ՞, որ 21 թվականի ընտրությունների արդյունքները ոչ մի ձևով հարցականի տակ չի դրվել։ Ոչ մեկի կողմից։ Այսքան այդ ընտրությունները եղել են լեգիտիմ, ճիշտ է, լեգիտիմ ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության բնակիչները ունեն վարչապետ։ Ում գործունեությունը կարա քննադատության ենթարկվի, ում գործունեությունը կարա չընդունվի շատ քաղաքացիների կողմից, այդ քաղաքացիների գործն է, այդ ձեր գործը չի։ Ձեր գործը այնտեղ է, որ երկրի վարչապետը դուրս է գալիս ուղիղ տեքստով բաներ է ասում։ Ոնց նայում եմ նախարարությունը անգամ այդ տեքստերից տեղյակ չի։ Դուք գիտեք ինչ է նշանակում ընդհանուր պետական ռազմավարություն։ Մեր պետական ռազմավարության օրակարգը ինչպիսին է։ Մեր պետական ռազմավարական օրակարգերի թիվ 1-ը խաղաղության բանն է։ Ճիշտ է թե չէ։ Նայում եմ ով ասես դուրս է գալի պատերազմից է խոսում։ Որևիցե մեկին հրավիրել եք, ասեք մտարի ստեղ երիտասարդ։ Հրապարակային էլ գործիչներ են, ամեն մեկի ելույթը նայում ես հազարներով նայող են եղել։ Սա ինչ է։ Սա ազատ խոսք չի։ Սա ազատ խոսք չի։ Ոնց ասենք էլ ձեզ։ Ձեր տրամաբանությամբ կարա այսպես լինի, որ սենց է ստացվում, որ դու ինչ ուզում ես խոսա, ինչ ուզում ես, ինչքան ուզում ես, ոնց ուզում ես խոսիր, դա ազատ խոսք է։ Ստացվում է, որ բոլոր խոսքերը ազատ են, ազատ կիրառելի են։ Ազատ խոսք է։ Հա, խոսքը սենց տենեց ազատ է, բայց այդ խոսքի ձևակերպումները ինչքանով պիտի ազատ լինեն։ Ինչ է նշանակում, չպիտի ունենան որոշակի սահմանափակումներ։ Եթե դրանք հակապետական գործունեություն են, հակառազմավարական գործունեություն են, հակա այս ինչ, հակա այն ինչ, հակա այն ինչ, հրահրում են այս ինչը, հրահրում են այն ինչը, բայց այդ դեպքում ինչ է քրեական օրենսգիրքը, օրինակ, Աչապահյանը կոչ է արել բան, ռազմական հեղաշրջման, ազատ խոսք է, բախեք կալանավոր է, այսինքն կան ձևակերպումներ, չէ, որոնք որ չի կարելի։ Հիմա մեր երկրում, մեր նգնեն մի հատ կասի իմանանք, չնայած ասեմ, դրա մասին կառավարությունը հրապարակում արել է, բայց ՆԳՆ-ն կարա այդ հրապարակմանը սենց սերտ ինչ-որ գործողություն իրականացնի, երբ որ ասվում է, որ պետք է հասարակական գործիչները փորձեն զերծ մնալ, թշնամանք քարոզելուց, զերծ մնան, կամ գոնե մի քիչ, ճիշտ մեկնաբան են, էլի, ռազմակոչեր հնչեցնելուց, եւ այլն, եւ այլն։ Որովհետև հասկանում ենք ինչ փխրուն իրավիճակ է։ Այսօրվա դույցամբ մարդիկ կան դուրս են եկել գլուխ են գովում, որ իրանց ռազմակոչը ադրբեջանական TV-ներով է պտտվել։ Տեղներից է շարժվել եք թե չէ։
Ես այս տղայի հետ մի 2-3 անգամ փոքրիկ նամակագրություն կարծեմ ունեցել եմ։ Շատ հարգանքով, շատ պարզ հասարակ մարդ։ Համենայն դեպս ինձ այդ շփումներում, ես չգիտեմ իր անձնական կյանքից տեղյակ չեմ։ Եվ խիստ եմ ցավում, այսինքն մարդը կարա դուրս գա իր տեսակետ հայտնի։ Ու այսպես։ Այն էլ Բաքում, բայց օպեր լիազորը հլա աշխատում, հա։ Ես այս հարցերը լրագրողները չունեմ տալու ներքին գործերի նախարարին։ Ու դեռ մի բան էլ պիտի իրենք գրեն թե ով է ճիշտ ով է սխալ, լրագրողները հազիվ գնան բան պատարակ խանգարեն, հետո կարծիք հայտնեն, լրագրողական կարծիքը տեսել ենք էլի, ամեն ինչ կարելի էր տեսնել, ամեն ինչ կարելի էր տեսնել, բացի այդպիսի հայտարարությունից դա էլ տեսանք։ Բայց Կիրակի օրվա Հովանավանքի թեմայով ասում է բանա ժամանակ առ ժամանակ բանա հրահրվում վեճեր են հրահրվում քաղաքացիների եւ լրագրողների միջև լրագրողն ասա հրապարակում եթե չեմ սխալվում ո՞րն էր Սպուտնիկ Արմենյանն էր թե ռադիո ես մի բան Ինչ-ա նշանակում քաղաքացիների եւ լրագրողների մեջ հրահրվում են, չգիտեմ, այդ ինչ-ա նշանակում։ Սրանից ապուշ արտահայտություն։ Եթե դա կա, դա շատ վատ է հասկանում եք։ Ու շատ վատ է ոչ թե որ քաղաքացիները չգիտեն լրագրողն ինչ է, այլ լրագրողը չգիտի լրագրողն ինչ է, ու հասարակության հետ էլ քաղաքացու հետ ինչպես պիտի շփվի։ Եթե դու գնացել ես միկրոֆոնով այդ քաղաքացուն ես հարվածել ու հաջորդ անգամ գնացել ես սպասում ես որ հեսա քեզ բանով փլաֆլացնելու պատարակ խաղատանգելու քեզ են սպասելու դու սխալվում ես։ Դու քո գործունեությունը արդեն վարի ես տվել, քո կարիերայի վրա պիտի վաղուց խաչ քաշված լիներ։ Բայց չէ, Սաթիկ Սերյանյանը շարունակում է դեռ իր ճուտիկ բուլիկներին ուղարկել են մյուսն էլ թե մեր հասցեին, չգիտեմ, սենց արտահայտություններ էին հնչնում հեգնական բան, բայց ինչ պիտի հնչի։ Բայց ինչ պիտի հնչի, եթե գնում մի բան նկարում, մի բան ցույց եք տալի, մի լրիվ ուրիշ վերնագիր դնում եք։ Գնացել եք դերասան մարդուն, պրոդյուսեր մարդուն ներկայացնում եք, Տեր Արամի ազնական ախրանիկ ծպտյալ ոստիկան։ Հիմա այդ մարդը որ գալիս է, որ ձեզ տենա ուսես անընդհատ հեգնի ձեզ։ Այդ ում մեղավորությունն է լինում։ Գնացել եք խանութի աշխատողին, դրել եք ծպտյալ ոստիկան եք անվանարկում։ Բայց ում մեղավորությունն է։ Մյուս անգամը որ դու գաս այդ խանութի մոտ ուզենաս լրագրողական գործունեություն անես, ի՞նչ է ասելու։ Հարացելու եկալ փախից տեղից դու ուր լրագրողն ուր։ Ինչ ուզում գրում եք։ Ես դեռ իմ մասինը դնում եմ մի կողմ։ Ինչ որ մի հատ պահ կար այնքան եք տարածել վախից, բայց գնաց Սարգսյանը այնտեղ, այնքան եք տարածել Տեր Արամը երկրորդվել էր, հարցը երկրորդվել էր, դարձել էր գնել Սարգսյանի հարցը։ Գնել Սարգսյանը որպես քաղաքացի գնացել ու կանգնել է կողքը ու ասել է այո, հենց սենց եմ ես կարծում։ Բայց քաղաքացին ու հավատացյալն եմ, բա դու ով ես։ Դու հավատացյալ ես։ Հենա այսօր ժամը 3-ին բան էր արվում, քննարկվում էր, ձեզ էլ հրավիրել են Էջմիածին։ Դե գնացեք։ Գնացեք ու քաղաքացիների հարցինի պատասխան հարցերը հնչեցրեք այնտեղ։ Քաղաքացիների չէ, երկրի ղեկավարի արա։ Ինչ են տարածում, դե դրանք բամբասանքներ եւ հերյուրանքներ են։ Այսինքն ասում են, որ երկրի առաջին դեմքը անկախ նրանից անգամ սերուներա բամբասելու է, թե չէ, հերյուրանքա թե չէ, անկախ է ամեն ինչից։ Երկրի ղեկավարը մեղադրում է քեզ երեխա ունենալու մեջ, երեխաներ ունենալու մեջ։ Բայց դա բամբասանք է, ներքին կարգով են էլ հասկացնում իրենց պիղծ ձեռքից բան վերցնողներին նշտար։ Ցնդաբանություն է այ մարդ։ Ու հասարակական կարծիք են իբր ձևավորում, էլի։ Որտեղ եք ձևավորում։ Տեսանք Ալիևի ասածը ինչ եք սարքել գծել համացանց։ Հեսա կանդրադառնանք կարճ դադարից հետո, կարճ դադար մեր եթերում։
վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ ու անդրադառնանք Չակերտյան որ ասած լրագրողների եւ որոշ ընդդիմադիր բլոգերների շատ sense բան հայրենասիրական գործունեությանը, շատ թափանցիկ գործունեությանը, որպեսզի տեսնեք ինչ-ինչոց է։ Եվ դրանք ապրում են։ Դրանց սպանող բնականաբար չկա։ Ինչու չկա, որովհետեւ բանա քաղաքական հաշվի հարդարներ գոյություն չունեն։ Չկա այդպեսի բան մեր երկրում, վատ է դա։ Առնվազն սրա համար պիտի շնորհակալ լինեք Նիկոլ Փաշինյանից։ Հիմա հերթով գանք։ Տարածվեց Ալիևը, առավոտից երեկո Ալիև դիտողները, չգիտես ինչու, երևի նրա էլեկտորատն են դարձել դրա համար։ Դուրս են եկել հրապարակային։ Ալիևն ասաց, որ քարտեզների վրա կան քարտեզներ, որտեղ բանա Սևան չէ, Գյոլչա է։ Մեր մոտից որևիցե մեկը չի հակադարձում, գիտեն թե բանը ԱԳՆ-ում կամ վարչապետի ապարատում նստած ամեն վարքյան նայում են Ալիևը ինչ ասեց թափով արձագանք են։ Գիտե իրենց արշինով են չափում։ Մի խոսքով։ Դուք տեսեք, չնայած արձագանքը իրեն ուշացնել չի տվել, հարցը բացարձակ դա չի։ Այնուամենայնիվ իրանք դա չեն տեսնելու եւ չեն հրապարակելու։ Ինչ է պարզվում հերթական անգամ կոնտեքստից կտրած տեքստը։ Այսօր Օրբելի ֆորումի ժամանակ վարչապետը անդրադարձավ։ Հիմա գնացեք, ինչքան էլ որ ատում եք այդ մարդուն, ձինվեք համբերությամբ, նստեք լսեք, որպեսզի հասկանաք, որովհետև ես ունեմ անձնական եւ թե օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներ ատելու Ռոբերտ Քոչարյանին, բայց երբ որ նա մամուլի ասուլիսա տալիս ես նստում ստիպված լսում եմ, որպեսզի մաքսիմում օբյեկտիվ լինեմ այստեղ, բայց դուք օբյեկտիվ չեք, օբյեկտիվ եք, գնացեք ֆորումը լսեք։ Ուրեմն, իրականում ինչ ասել Ալիևը, այդ հատվածը, որ կտրում ես, տենց է դառնում, միտքը կորմա, չէ, ես միշտ այդ ժամանակ հիշում եմ իմ շուրնուխի դեպքերը, Ժորժ ջան, մինչև ես սրան անդրադառնալը, սա հիշեցնեմ։ Ուրեմն կհիշեք այդ որ բլոգ պոստը դրել էին ադրբեջանցիները, այստեղ սրանք դուրս էին եկել հայ ջերնասիրական նկրտումներով, պոստից փախածներով, մյուսներով դուրս էին եկել հեղաշրջում էին ուզում անեն։ Այդ ժամանակ ես իմ գործունեությամբ քաղաքացիներին խնդրելով, համոզելով, քաղաքացիների վստահությունն էլ օգտագործելով, ինչու ոչ։ Հավաքում էի, այն ինչ որ հավաքում էի ու լավ հասկանալով, որ մեր բնագիծը երկարել է, սահմանին կանգնած են կամավորները եւ այլն, բանակի վրա համար առաջին ուշադրությունն է, բայց կամավորների մոտ կան խնդիրներ, մի քիչ տարիքով մարդիկ են նրանք եւ այլն։ Գնում էին, պոստեր գալիս է ու այդ ընթացքում առնվազն մի 3-4 անգամ մենակ ներքին հանդեմ իջել ու երկու տեղով անցնում էի ադրբեջանցիների միջով։ Այն ադրբեջանցի, որոնց դեմ դրանից առաջ պատերազմի մեջ է, այսինքն ինձ շատ դրանց ատող իմ նման տղերքը պիտի լինեն։ Մի խոսքով մոտներով անցնում դառնում է ռուսների ու ադրբեջանցիների միջով։ Այս շուրնուխի հարցերն էր։ Շուրնուխը տվին։ Ես էլ արդեն որերորդ անգամ նա շուրնուխով անցնում եմ։ Մի օր ասի մի րոպե, լավ, հետ գալուց եթեր անեմ մարդկանց հաթաթ ցույց տամ, որովհետև Երևան նստած մարդը շուրնուխ առաջի անգամ է լսում։ Գուցե չի պատկերացնում որտեղ է, ինչ է, ինչ չի։ Ու հնարավոր է բան լինի։ Ուրեմն, որ անցնում էի այն կողմից գալուց նկարում եմ, ասում եմ նայեք ժողովուրդ ջան, այս ճանապարհն է, որը մերն է։ Ճանապարհի այս կողմը նույն էս մարդիկ ասում են, որ եղել է Ադրբեջան։ Ասեմ ավելին, Սերժ Սարգսյանի ընդունած օրենքով այդ բանի վարչահարության հետ կապված եւ այլն, այդտեղից այն կողմը նշված է Ադրբեջան այդ քարտեզներով։ Հա, մենք ազատագրել ենք մեր պատմական հայրենիքի մի մասը, բայց եկեք մի քիչ մոտ հələ դրեք հələ այս կողմ, սառը ուղեղով նայեք։ Շորնուխը այս ճանապարհով այս կողմն է ու իր տեղում է։ Այդ շորնուխի գյուղապետի կապիկություններից չպատմեմ այդ ժամանակների, Կարմիր խաչի հետ կապված եւ այլն, այս հələ թողնենք, այս մի օր անպայման կպատմեմ, այս առանձին պատմությունը։ Ցույց եմ տալիս ու այնտեղ մտքերը մարտահայտում կապված էս ամեն ինչի հետ, իհարկե շատ դաժան է մի անգամից համակերպվել նրա հետ, որ այստեղ հնարավոր է ադրբեջանցի զինվորներ տեսնել, շատ դժվար է, որովհետև պարզ է, չէ, 44 օրից 1-2 ամիս հետո ամիս է անցել,
բայց պետք է սկսենք քիչ-քիչ դրա հետ համակերպվել, որովհետև սենց է գնում այդ ամեն ինչը։ Ու շուրնուխը մերն է, չի այդ գնում են կողմ, բայց ճանապարհի են կողմում գյուղապետը, իր աղբերը, բան, մի 8 հատ տուն են սարքել այն վաղտերը։ Ու երբ որ Սերժ Սարգսյանը քարտեզը հանում էր ու այդ անվանում էր Ադրբեջան, այդ ժամանակ իրանք չեն խոսել։ Հիմա եկել են այս 8 տունը մնում այն կողմում, գյուղապետի տունը, իր հարազատների տունը, մնում այն կողմում, շուխուր են դրել, շուրնուխը տվեցին, բայց շուրնուխը բան։ Մի խոսքով, այս ամեն ինչը ասում եմ, գալիս եմ, լույսը բացվում է զանգ-զանգի հետևից, վերցնում եմ, շուրնուխցի լավ մարդիկ են, լավ տղերք, սենց ասեմ։ Ախպեր ջան, դու ես ինչ ես ասել, ասում եմ ինչ եմ ասել, բա ասում ես շուրնուխցիները թող գնան, սենց ապրեն, նենց լինեն, մի խոսքով, մի հատ նենց բան է ասում եմ ընկեր, դու շուրնուխից ես, ասում եմ հա ես շուրնուխից եմ ու դու սենց բան ես ասում, ասում բան չեմ կարող ասած լինեմ, ես ոչ կար, ես գիտեմ, չէ իմ լեքսիկոնի պատկերացումների մոտեցում ես, ոչ կարամ տես բան ասած լինեմ, ասում եմ մի հատ ուղարկի տենամ, այդ ինչ եմ ասել, որտեղ եմ ասել ու այդ հատվածը րոպեով վայրկյանով մի հատ դիր, ուղարկում է այս տղեն Ուղարկում եմ, նայում եմ իրա ուղարկածը, ես եմ, խոսում եմ, ու կոնտեքստից նենց է կտրտած դասավորած, որ իսկապես դառնում է այդ տղայի ասածը։ Ես վերցնում եմ իմ ամբողջական տեսանյութն եմ ուղարկում ես տղային, ասում եմ ախպերս, էս եմ ես ասել, դու սա լսում ես, եթե ասելիք ես ունենում, զանգում ես։ Մարդը լրիվ լսում է, զանգում է, չէ, գնել ջան, նորմալ է, սաղ Լավ ախպերս, բանը դա ասում կոնտեքստից կտրել են, որ ձեզ լարեն իմ դեմ։ Ես շուրնուխով շուշուտ եմ ասում, մյուս անցնելուց կարամ անգամ կապվեմ քեզ հետ հանդիպեմ։ Չէ ասում է դել հենա, տեսան կարիքը չկա։ Նույնը եղավ Մարմաշենի ոստիկանության հետ։ Ոստիկանը զանգել է, հանցագործության մասին հաղորդում է ուզում ընդունի։ Ասում է սենց բան եք ասել։ Ասում եմ հիմա ես մի հատ տեղ եմ մտնում դուրս գամ, քեզ վիդեոն ուղարկեմ ամբողջը, նայի, եթե գտնում ես, որ այդտեղ հանցագործության բան կա, հաղորդում ընդունի, եթե չէ։ Նայում է հետը զանգում, ասում, էլի կտրտած ես իմ ինչ էին տվել, ձեռը ոնց, նայում է հանցագործություն է, ես իմ ինչեր եմ ես ընդեղ անում։ Բա գնել է հայ-հոյում է, բան անում, գնել է եկել է, սպառնում է, փագում, ես իմ ինչեր է, հա, ու տես կտրտած ձևերով սարկած, նույն բարերը ուրիշ ձևերով։ Ոստիկանին ասում եմ, նայեցիր են ամբողջը, խնդում է, ասում է, հա, ասում եմ, ու ասում եմ, ախպերջա, դու բացի լավից ուրիշ բան չես անում, լավ բան ես անում։ Ես այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսել։ Ասում եմ, դե էդ է, հենաս, էդ են սարք, այս են մեր լրագրողները, Սաթիկ Նյուզը սրանով է լցնում իր հետևորդների ուղեղները։ Հիմա դուրս է եկել, թե բա տեսեք, Ալիևը ասել է, բանը, քարտեզներ կան, որտեղ Սևան չի, Գյոլչա է։ Ժողովուրդ, տալիս են, հասեք, մերոնք էլ թույլ, կզած են, խեղճ են, հիմի չեն պատասխանի, որովհետև մուրում են խաղաղություն, սս բաներ։ Պարզվում է ինչ ասել Ալիևը։ Ալիևը ասել է, որ կան ցարական տարիների քարտեզներ, որտեղ Գյոլչա է, Սևան չի։ Շեշտել է ցարական ժամանակների քարտեզներ։ Այդ ձեր ցավը տանում։ Դուք ես ամբողջը դրեք, մենք ես ամբողջը մեկնաբանենք։ Որովհետև տեսեք պատմությունը այնպիսի բան է, որ Ալիևը եթե էդ է մեջ բերում, մենք էլ շատ մեջ բերելու բան ունենք, բնականաբար, կամ դա ուրիշ ձև է անցալվում, դա ուրիշ բանի մասին է։ Հասկանում եք, դա ուրիշ բանի մասին է։ Իսկ եթե ավելի բացենք խոսակցությունը, ավելի ուրիշ բան է դառնում։ Կլինեն ցարական Ռուսաստանի ժամանակվա տենց քարտեզներ, երևի, չգիտեմ, ու չի բացառվում, որովհետև այդ ժամանակները անգամ Հայաստանի ներկայիս հանրապետության տարածքում կային շատ տեղանուններ, то հիմա էլ ցավոք սրտի կան շատ տեղանուններ, որոնք որ հայերենի հետ կապ չունեն, թուրքերեն են, պարսկերեն են, то ռուսերեն են, То Լենինգրադյան փողոցը նոր փոխեցին, Քրքորյանի անվան սարքեցին։ Մինչև հիմի մի հատ դուրս բացեք,
Դժվար չի, խփեք, բացեք Հայաստանի Հանրապետության գյուղերը, տեղանուններ, բնակավայրեր, բացեք մեկ նայեք քանի կասկածելի վերնագրով կամ անունով գյուղ կա։ Դու միջև այսօր մեր մեջ մարդիկ են ապրում, որովհետև այդ ժամանակներն են ծնվել։ Մարդիկ են ապրում, ում անունները հայկական չեն։ Եվ ասեմ ավելին, դա նույնպես շահարկվում է, դրա մասին էլ խոսեք։ Բա խիչ եք խոսում։ Եվ մի հատ էլ սենց պսևդո ավանդույթ են խցկել, թե բա իսկական տղեն իր տղի անունը պիտի հոր անունը դնի։ Ասես հորդ անունն ինչ է, մարդը ասում է Մելս։ Մելս, ասեմ, ինքը ծնվել է Մարս, Էնգելս, Լենին, Ստալին անունների առաջին բառերից։ Հարգանքներս բոլոր այդ անունը կրող մարդկանց հարցը դա չի։ Բայց այդ ավանդույթը խցկել են, որպեսզի դա հավերժացնեն, հասկանում եք։ Որովհետև կարա հորդ անունը լինի, ասենք, Վլադիմիր թեկուզ, հա, ասենք, շատ բարի նորմալ անուն, բայց կամ Վովա, լավ, որպեսզի ուրիշներ, Նիկոլ Փաշինյանի հոր անունը։ Մարդը իր տղի անունը Աշոտ է դրել, որովհետև կարծում եմ տեղափոխվում է իրական Հայաստան։ Չի ցանկացել կրկնի դա, բայց դա չի նշանակում չի արգում հորը կամ պապուն կամ ապու պապուն։ Սա ինչ է։ Հա, տեսեք ինչ է ասել, էդ է ասել։ Պարզվում է։ Կամ, իմիջիալից Ռուբինյանը շատ լավ է պատասխանել, բայց եկեք նախ ձեզ ցույց տամ, թե ինչ էին ներկայացնում, հետո նոր ամբողջ պատասխանը։ Ռոբեն Ռուբինյանը ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերություններում այդ բանի ղեկավարն է պատվիրակության։ Հեչ կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության բանի պետականության ձևավորման ու իշխանության ոլորտում ընդհանրապես վերջին մարդը չի էլի, հասկանում եք։ Մարդը հրապարակավ պատասխանել, հա։ Սրանք էլ փոխանակ դնեն, դե չեն դնելու այդ պատասխանը, չէ՞, թե չէ ստացվելու է իրանց այն մյուս սուտը, թե մերոք չեն պատասխանում, բանա սուտա։ Ասենք չի աշխատի էդի։ Փոխանակ պատասխանը դնեն։ Դրել են հետևյալ տողերը, ինչ կմտածեք, պատկերացրեք, չես նայում ես, մեկ էլ տեսնում ես զգացա, ահա սրանք այս թրքաբարո իշխանությունները տեսեք ինչ են ասում, ու դրած է Ռուբեն Ռուբինյանի նկարը ու այս հատվածը։ Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ որ մի կետում իրոք 5 հարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը, վերջակետ, շարունակություն կա։ Բայց պատկերացրեք, եթե դուք տեսնեք այդքանը, էլի, եթե բավականաչափ հետ գնանք, ինչ որ մի կետում իրոք 5 հարտեզներում չեք տեսնի Սևան անվանումը, ինչ կլինեք։ Այ մարդ կասեք, էս ովքեր են, իսկապես սրանք գժվել են, էս ինչ են պատասխանում, էս ինչ է կատարվում։ Պարզվում է ոնց են են կիսատ դրել մարդկանց մոլորվելու, այնց էլ են կիսատ դրել մոլորվելու։ Իրականում Ռուբեն Ռուբինյանը կարդամ ձեզ ընդհանուր պատասխանը։ Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ որ մի կետում իրոք 5 հարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը, փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով ու չենք տեսնի Ադրբեջան։ Բայց հետ գնալու իմաստ չկա, ընդհանրապես։ Պետք է գնալ առաջ։ Օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջ իմաստը հենց դա է։ Խնդրեմ։ Դա ասեք, հիմա սա լավ պատասխանա թե վատ։ Ահա լրագրողական համայնքի գործունեությունը։ Այնտեղից կտրեն դնեն, որ մեզ ներվայնացնեն, այստեղից կտրեն դնեն, որ մեզ նյարդայնացնեն ու դրանով փորձեն ազդել դիվիդենդներ քաղել իրենց կերակրող, իրենց լափացնող, իրենց գլուխը շոյող տուզիկի նման, իրենց այն ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում են Հայաստանը իսկապես վերացնել քարտեզի վրայից։ Իսկապես վերացնել, անկախ նրանից դրա անունը կլինի Դաշնություն Ռուսաստանի, թե կլինի Օսմանյան կայսրություն։ Եթե չկա Հայաստանը, ուրեմն չկա Հայաստանը։ Եվ դրանք այս սրա մունետիկներն են, այսպես կեղծելով, ստելով, ձեզ արհամարելով, ձեզ էշիտեղ դնելով, ժողովուրդ ջան։ Եվ դուք հակված եք սրանց
Բաների ազդեցության տակ են գնել, բայց երբ որ մարդը ծայրից ծայր ասելիքը լրիվ ասում է, այ դա դնեք կասկածի տակ, այս ինչ է ասում։ Պաշտպանում է։ Հիմա սա պաշտպանել էր, թե իրականությունը ներկայացնել էր։ Ընդ որում, տեսեք մարդկանց որտեղ ուղիղ ունենք այդպես առավել եւս դաշնակների մեջ ուղիղ ապուշի տեղ են դնում։ Դե Վարդանիկի մասին չասեմ։ Ասում է Իշխանը Սաղաթելյան, այս վերջի շրջանում մի հատ հայտարարություն էր արել, լրագրողները հեչ հարց չունեին։ Կանգնած ժպիտով վերցնում էին, ցած ծիրուն դնում էին։ Ոչ բարձրախոսը մտցնում էին բերանը, ոչ հարցակվում էին վրան, ոչ բանավեճի էին վերածում, սա, չէ։ Ինչ էր ասում Իշխանը, ասում է կտեսնեք Հայաստանը ստիպված է լինելու որևիցե միութենականություն ընտրի։ Նկատի ունենալով եվրոպական միությունը, էլի։ Ասում, յանի այն էլ է միություն, մեր ասած միությունը ինչ կապ ունի, էլի, նայեք որտեղ են բերում ուզում։ Քոչարյանը նույն ապուշությունը արտահայտեց բանի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։ Ժողովուրդ, գիտեք ինչ, միութենական պետությունը եւ պետությունների միությունը դա լրիվ տարբեր բաներ է։ Միտեղ պետություններ են, ովքեր ունեն միություն, համակարգված, հատուկ օրենքներով եւ այլնով ամեն ինչ։ Եվ միութենական պետություն, այսինքն, որը բուդրիկ sense կիսանկախ կամ առհասարակ ոչ մի անկախություն կամ հայրենի երկրում ապրող ժողովուրդներով բանով, տենց մի պետական միավոր է։ Պետական միավոր, այնտեղ պետությունների միավոր է, սա պետական միավոր է։ Այսինքն Ռուսաստանի Դաշնություն, որը հենց այդպիսի պետություն է, նայեք, ծայրից ծայր 20 քանի հատ բան կա, որը կարդում ես Ռուսաստանի մասին չի, բայց սա Ռուսաստանի Դաշնությունն է։ Հա։ Սենց այս ժողովուրդները, բաները փոքրիկ կիսանկախ պետությունները այս կողմեն կողմ իրար հետ են դա մի պետություն է այդտեղ պիտի մի հատ էլ Արմենիա ասեն Կաբարդինը Բալգարիա Չեչնիա մյուս այս նրանց կողքին Սիբիր մի բան սրանց կողքին մի հատ էլ Հայաստան սենց այս ամբողջը մի պետություն որտեղ որ կառավարիչը Կրեմլում ամեն ինչ սենց է սա համեմատում են Եվրամիության հետ որտեղ որ Գերմանիա, Ֆրանսիա, առանձին խաղացողներ են, Բելգիա, Նիդերլանդներ, չգիտեմ, Դանիա, Ավստրիա, սրանք առանձին խաղացող պետություններ են, ովքեր համագործակցում են Եվրամիության, միության շրջանակներում։ Նայեք, ինչի հետ են փորձում համեմատել ու մարդկանց խաբել, համոզել։ Ու ցավն է նա, որ մեր ժողովրդից, այո, իրենք գիտեն ինչ կա, չկա, կներեք Իրենք գիտեն ինչ կա չկա ու դա օգտագործում են իրենք գիտեն թե ինչ արդյունք է տվել իրենց դպրոցներում մանկապարտեզներ քանդելը գիտեն ինչ արդյունք է տվել գործարաններ քանդելը ինչ արդյունք է տվել վատ անորակ սերիալներ մցնելը մեր իրականության որի մի մասը ես եմ եղել ցավոք սրտի եւ խոստովանել եմ իմ մեղավորությունը չնայած այդ ժամանակ չգիտակցելով եմ գնացել դրան հետո երբ որ գիտակցել եմ ասել եմ դավայ փախա կռադեղեք Մյուս այս ամեն ինչի արդյունքում ինչ հասարակություն կարող են ունենալ Սա շատ լավ հաշվարկել են ու այսպես են իրենք գործում Դրա համար ծաղրում են կրթությունը նորաձև է շարժում է ծաղրում են Տաշիր Սամոյի կինը դուրս է եկել Հրապարակ ես կներեք չեմ սիրում մարդկանց կանանց կամ տան անդամներին մեջ բերել զրույցների մեջ բացարձակ սա ես համարում եմ անընդունելի եթե իրենք քաղաքական ֆիգուր չեն կամ ասենք պետական պաշտոնյա չեն ես չեմ սիրում դա անել բայց քանի որ Սամվել Կարապետյանի կինը հրապարակային խոսքով է հանդես եկել եւ քաղաքական խոսքով ընդ որում երկրում ծավալվող այս բաները ես ստիպված եմ անդրադառնալ Տիկին Էթերին ամենայն հարգանքով Տիկին Էթերի Կարապետյանը դուրս է եկել գրառում է արել Հայատար վրոդի բու Բայց աստվա լատինատար վերջին ծն հայերեն մնացածը հայերեն այնտեղ էլ բառամիջի on կլոր օյով է գրել տառա սխալով կոպիտ ուղագրական սխալով Սա նորմալ է Նայեք երկրի բան իրանց ձևով ես ինչ անելու շարժում են ստեղծել քաղաքական հայտ են ներկայացրել բան որ 5 պակաս առաջին դեմքի կինն է
Հա, եթե հանկարծ մարդ ես ու ստացվում է իրաց մոտ տենց է, չէ՞ ստացվում, հա։ Սա ոչ մեկի բացարձակ չի ուզել։ Չնայած ես էլի եմ ասում, ես կողմ չեմ, որ բերենք քննարկման դաշտ այս տեսակը։ Բայց եթե Աննա Հակոբյանին բերում եք, ես պիտի բերեմ դա, որովհետև Աննա Հակոբյանը, եթե անգամ ինչ որ սխալ հրապարակային խոսք ասի, որը ես չեմ տեսել, դուք եք տեսել, դուք եք որակել։ Այնուամենայնիվ նա կարողանում է ինքնահայեցման ենթարկել իրեն, կարողանում է հրապարակային ծավալել գործունեություն եւ կրթվելը նորաձև է շարժում ստեղծել եւ անձնական օրինակով էլ գնում է Չինաստան սովորելու գալու, որը այո պետքա դարձնի մոդայիկ։ Ինչքան կարա։ Կարող եք ավելացրեք, չեք կարող մի ավելացրեք։ Ձեզ ոչ ոք ոչ մի բան չի ասում։ Սա պարտադիր չի։ Սա ցանկալի է։ Որպեսզի մեր հասարակության կենսամակարդակը բարձրանա այն բաց թողնվածը դպրոցների ու մանկապարտեզների քանդելու գնով, ենթակառուցվածքները ուտելու գնով, որ թույլ եք տվել, ինչ որ կերպ լրացվի, որ ոչ թե 3 սերունդ անհրաժեշտ լինի ամբողջովին լավ քաղաքացիություն ունենալու համար, քաղաքացիներ ունենալու համար, այլ 2 սերունդ թող գոնե պահանջվի։ Այն ինչը որ պիտի տևի 100 տարի, թող տևի 80 կամ 50 կամ 30 տարի։ Ըստ հարաբերակցությունների։ Եթերում Ազատ շփումներ կհանդիպենք։